Ողջույն եւ բարի տալիս Պիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Պիսոնը։ Շուտով ընտրություններ են, ու եթե դու այն մարդկանցից ես, ովքեր երբեմն չեն գնում ընտրության, որովհետեւ չգիտեն ինչպես որոշում կայացնել կամ վախենում են սխալ ընտրել, ապա դու ճիշտ տեղում ես։ Ես քեզ չեմ ասելու թե ում ընտրել, ես քեզ օգնելու եմ հասկանալ, ինչպես կողմնորոշվել, նույնիսկ եթե թվում է, որ քաղաքականությունից շատ բան չես հասկանում։ Հիմա թվերով 2023 թվականի Երևանի ընտրություններին մասնակցել է մոտ 28.4% ընտրող, այսինքն մոտ 824,000 ընտրողից միայն 234,000 մարդ է գնացել ընտրության։ Սա նշանակում է, որ որոշումը կայացրել է ակտիվ փոքրամասնությունը։ Գիտես, որ եթե դու չես գնում ընտրության, դա չի նշանակում, որ դու չես մասնակցում։ Դա նշանակում է, որ դու թույլ ես տալիս, որ ուրիշները որոշեն քո փոխարեն։ Քո ձայնը փոքր չէ, քո ձայնը պարզապես չի հաշվարկվում, եթե դու չես ընտրում։ Եթե այդ 70%-ից նույնիսկ մի մասը մասնակցեր, արդյունքը կարող էր լինել լրիվ ուրիշ։ Սա պարզ մաթեմատիկա է, որն այդքան ասում էին, որ սովորես դպրոցում։ Շատերը չեն գնում, որովհետև մտածում են, ես չեմ հասկանում քաղաքականությունից, բայց ընտրությունը փորձագիտական քննություն չէ։ Դա որոշում է, ինչ ուղղություն ես ուզում քո կյանքի համար։ Եվ հենց դրա համար առաջիկա էպիզոդներում ես քեզ ցույց եմ տալու, ինչպես վերլուծել թեկնածուներին, ինչպես չընկնել մանիպուլյացիաների տակ եւ վերջապես ինչպես ընտրել, անգամ եթե վստահ չես։ Բայց մինչ այդ մի պարզ բան, որ պիտի ընդունես։ Ընտրությունը չի սպասում, մինչև դու ամբողջությամբ պատրաստ լինես։ Քո ձայնը քո հաստատությունն է, ու եթե դու այն չես օգտագործում, այն մնում է նրանց ձեռքում, ովքեր արդեն որոշել են գալ։ Ես Պիսոն եմ, ու հիշիր, քո ապագան չես որոշում դու, որոշում են նրանք, ովքեր հասնում են անդրադեղամաս։